ակնկալիքեր, որ ոչ մեկ չի աշխատում, մենակ ԱԱԾ տնօրենի հետ հանդիպում եղել է։ Չէ, ես չեմ հանդիպել։ Հատկապես նոր տնօրենի հետ հանդիպել չեմ ուզում։ Չունեմ, սպասելիք չունեմ։ Չունեմ, հիմա այդ հանձնաժողովի անդամ եմ եղել, այդ միջգերատեսչականի տեսել եմ, որ ոչ մի բան չկա, մենակ սոցիալական հարցեր են լուծում, ուրիշ հարց չի։ Սա էլ տեղից չի շարժում։ Այս հանքանիչ հանձնաժողովի անդամ էլ պետք է լինեի։ Անունը սենց են ի սկզբանե ծնողների բանով որոշված էր, որ ես պետք է լինեի տեղ։ Բայց եկավ առաջին նիստը եղավ, ես խաբարել չելեմ, որովհետև նիստ անելու։ Արանքում ակուրատին, սիրուն, գեղեցիկ ձևով թուղթ արի։ Որտեղ գիտեի, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ։ Կային երկու հոգի կային, իրանք էլ երկու նիստ գնացել են, երկու նիստ հետո չեն գնացել ու վերջի հանդիպումը որ ստեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ մոտեցավ պատասխանները տվեց, հարց տվեց հենց Անդրանիկ Քոչարյանը ինչի չեք գալի նիստերին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց գայինք ինչ անեն, գային կապիկությունները ձեր նային։ Հիմա 6 տարի հաստատի ծնողները, այդ ու նաև լրատվամիջոցները, որոնք պարբերաբար ձեր կողքին են եղել, ձեր յուրաքանչյուր խոսքը տեղ են հասել, 6 տարի հարցերին լուծում կոնկրետ պատասխաններ չկա։ Այսօր ինչ ակնկալիք եթե ինչ էլ այսօրվա դրությամբ ասենք այդ դավաճան անձանցից մարդիկ կան, որ այսօր կրում են պատիժ, մեկը հենց էլի անմիջական մեր ծնողների էլի ջանք ու եռանդ նայել է, որ այդ մարդը ստանա իր արժանի պատիժը, թե չէ որ այդ դրան հետևից էլ չեթայինք էդ էլ չեր ելնելու, իսկ ինչ մնում այս մնացածին տենում ենք էլի, ինչ են արել, ումն են արել, այս դավաճանները այսօր ասենք այնտեղ դավաճանել են, այսօր եկել են պաշտոններ են զբաղեցնում, դուք կոնկրետումից եք խաբում, ես գիտեմ, բայց ես չեմ կարող, բարձրաստիճան սպայական կազմը Արցախի պաշտպանության բանակը։ Ջալալ Հարությունյանը Վարդաշեն Ջալալ Հարությունյանը դատվել է մի դրվագով։ Ոլիշ ով է դել դատվել։ Ով է, թող մեկն ու մեկին ցույց տան ով է դատվել։ Ես չեմ իմանում։ Լավ, դուք ի վերջո, պարոն Ղուկասյան, 6 տարի շարունակ ծնողներից շատերը հասկացել են, որ իրենք խաբված են։ Դուք ումից եք փախված եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ինչ ակնկալիք։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ Նիկոլի իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից չունեմ, որտեղ 6 տարի տեսել եմ, որ ոչ մեկն ոչ մի բան չի անում։ Հիմա հարց Այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացությունն ելնելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են, ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ։ 25 թվականի սեպտեմբերին Զեկու աշխատանքը հայտարարեցին ավարտված, ելի ենք սպասում, որ ինքներ խոստացավ, ասեց անպայման մենք զեկույցը կանանդոն։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու վсё, պերտ։ Այդ ինչ է նշանակում, ես այդ եմ ուզում հասկանամ, հարգելիներս, այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք ով էր մեղավորը, մեր երեխեքի, մեր տղեկի զոհվելու մեղավորն է, իմ աղբոր, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ աղբերը, որ զոհվել է այդ բարդակը, որ իրել անդեր, ում մեղավորությունն է եղել այդ բարդակը, այդ զինվորը չէր էլի այդ բարդակ շինող, այդ բարդակ շինողը իրանց հրամանատարներն են։ Այս 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անհետ կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էնել էլի իմ քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալի, Արուստամյան Կարեն անուն եմ տալի։ Անուն էի կուզում։ Պաժալստը, մինչև այնքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Արուստամյան Կարենը փախած արդեն։ Հիմա դեր գործողությունները ինչ են լինելու։ 6 տարի շարունակ պարբերաբար բարձրացնում։ Այդ մենակ Արուստամյան Կարենով չէ բրծնում է։ Լիքը կան, այսպես վերևից ներքև կան լիքն է։ Թող հիմա քննիչ հանձնաժողովի բա գործը ո՞րն է այլ, ուզում դուք էլ ինձ ասեք, ես էլ չեմ հասկանում, քննիչ հանձնաժողովը ի՞նչն է քննում, պատերազմի հետևանքները, այդ հետևանքներն ասեն ինչ եղավ, խիելավ ու մեղքով եղավ, ուրիշ ավել բան չենք ուզում, հիմա հավիճուր չենք տվել, տղեկ ենք տվել, կարգին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով
44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ էլի փորձում են պատերազմով վախեցնել, պատերազմ եք ուզում մենք այն պատերազմը կկրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10000 հոգի զորք եկա, 2 կորպուս, 84 միավոր զրահտեխնիկա, նայեք քանիսն է խոցվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով ես ահտալի, ես չեմ ուզում պատերազմ։ Ես այդ պատերազմից ուժացնեմ։ Ես եմ հարազատ Կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ քո համար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքիդ վիզը կդրի, չէ ախպեր, ավելի լավ է զենքը ձեռս մեռնել։ Թուրքի, ինչա, բա էդի չի տանում։ Այսօր ասում եք իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ այսա 500,000 թուրք գալու է լցվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի տեսնում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղչենք, խախտնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղչեն սարքենք, մաքուր անարատ բաղչա, նոր հետո անցնենք այն մնացած հարցերին։ Հələ մեր մեջի դավաճանները շնից շատ են, գելից քիչ, ընդեք վաղը կռիվելավ էլի կպարտվենք, բա ինչ կանենք, 1000 հատ դավաճան կալը մեջներս։